Բարև ձեզ, ես իմ շատ լավ բարեկամ Տիգրան Խզմալյանի տեղեկություն ուզում եմ լրացնել, այսօր ոչ միայն Սայաթնովայի և Չե Գևարայի ծննդյան օրերն են, այսօր նաև Հայաստանում բռնադատվածների օրն է, որտեղ 49 թվականի հունիսի 14-ին ճիշտ այսօրը Հայաստանից բռնի տեղափոխեցին զգալի թվով բնակչություն և մենք նույնիսկ չգիտենք դրան ինչ անունը տանք, մենք սովորաբար աքսոր ենք ասում, այսօր ԽՍՀՄ պատմագրության շարունակողները դրան ժողովրդի դեպորտացիա են ասում կամ այդպես է փորձ, որ գիտեք ետպատերազմական և բուն-պատերազմի շրջանում սկսեց մի շարք ժողովուրդների դեպորտացիա, կարող ենք ասել հայ ժողովրդի դեպորտացիան սկսվեց նաև համշենցի հայերի բռնի տեղափոխությամբ։ Ես այսօր ուզում եմ սա հիշեցնել նրա համար, որ բռնի տեղահանվածների հետ կապված կամ աքսորվածների հետ կապված կամ քաղաքական բռնաճնշումների ենթարկված մարդկանց համար այսօրը հատկանշելով և հուշարձան կառուցելով, այսօր այդ հուշարձանի շուրջ հանդիպեցինք միայն այս օրվա առիթով հավաքված մոտ 30-40 մարդու այստեղ նրանցից կան և չեն թողնի ես ձեզ ոչ ճիշտ տեղեկություն հայտնեմ և ես ուզում եմ լրացուցիչ ասել, որ դա մոռացված օր է, չնայած այսօր շատ ակտուալ է այդ օրը հիշելը, ինչու, որովհետև ես խորապես համոզված եմ, որ այսօր մենք ապրում ենք նույն քաղաքական բռնաճնշման երկրում, մի երկրում, որտեղ կուսակցության մեն իշխանություն կա, իշխանության ինչպես խորհրդային տարիներին էր, և որտեղ մի մեն իշխան կուսակցությունը այնպես լուրջ ուզուրպացրել է իշխանությունը, որ ամեն անգամ ինքը իրեն վերարտադրում է և ամեն վերարտադրությունից հետո ավելի ու ավելի ծանր իրավիճակ է ստեղծում էր բնակչության համար։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանում արդեն շատ ընդունված, շատ ցավալի ձևով մի խումբ մարդ բառերը օգտագործելով ասեմ, որ մենք մի խումբ մարդիկ, մի խումբ ազգագրագետներ տվյալ դեպքում փորձում ենք վերլուծել այդ շրջանի Հայաստանի իրողությունները և այսօրվա մեր բնակչության գիտելիքը այդ շրջանի մասին և ես ցավով պետք է ասեմ, որ մենք իրականում մոռացել ենք այդ շրջանը Իսկ եթե մենք մոռացած չլինենք այդ շրջանը, ես կարծում եմ, որ մեր քաղաքական կամքը կարող էր տարբեր լինել այն կամքից, որ այսօր մենք ունենք։ Այսօր այդ տարածքում եկած բռնաճնշման ենթարկվածների զավակները եւ հենց իրենք, ովքեր 1, 2, 5, 6 տարեկանում ենթարկվել են այդ աքսորին, նրանք միայն մի խնդրանք ունեին, աղաչանք ունեին այս իշխանության ընդամենը 12,000 դրամով հիշել իրենց զրկանքները, քանի մենք իրավատերն ենք մեր նախորդ պատմության, չենք հիշում, չենք ուզում հիշել, չի եղել մեր երկրում այսպիսի երևույթ, բայց մեր բնակչությունը հենց այս երևույթի հոգեբանական կրողն է։ Ես կարծում եմ, որ մերոնց մեջ և մեր մեջ արմատացած իսկապես ուզում եմ բարձրաձայն ասել վախի զգացումը, որ իրականում կա, հենց այդ շրջանից շարունակվող վախն է և այսօր մենք շարունակում ենք կրել դա։ Ես կարող եմ ձեզ ասել, որ օր չի անցնում, որ ինձ տարբեր մարդիկ չմոտենան ու չհարցնեն, բա դուք չեք վախենում, այսինքն վախը այդքան լուրջ կա։ Ես իրականում ուզում եմ ասել, ես վախենում եմ, ես իսկապես վախենում եմ մեր երկրի քաղաքական մեն իշխանությունից, ես վախենում եմ մեր երկրի այսօրվա ընթացքից, ես ամեն րոպե վախենում եմ, իմ կյանքի և իմ անձի համար և իմ ընտանիքի համար նույնպես վախենում եմ, բայց ես վաղուց գիտեմ, որ այսպես վախենալով ապրելը շատ ավելի վատ է, շատ ավելի վատ է, քան եթե մենք մեր մեջ հաղթահարենք դա, մի անգամ ենք մեռնելու պատվով մեռնենք, բայց մենք կարող ենք պատվով հաղթել։ Ես այս երկար նախաբանը ասացի նրա համար, շնորհակալություն, որ նախ կուզենայի, որ մենք միասին հիշեինք այսօր հունիսի 14-ն է, և միասին հիշեինք ինչ է կատարվում, երբ մի քաղաքական ուժ մեն իշխան է դառնում, ուզուրպացնում է և ինքը իրեն շարունակ վերարտադրում է, և ցավոք սրտի ևս մի բան հայտնել ձեզ, այն մարդիկ, ում տները մենք մտնում ենք այս մեր հետազոտություն անելու, նրանց սերունդներ այսօր, ինձ ուղղակի հարյուրավոր անգամներ ձայնագրել եմ, այդ նյութը պահում եմ, հրատարակում ենք, պատրաստում են, ինձ ամեն օր ասում են,
Երանի ինձ աքսորեին Հայաստանից, ես գնալու փող չունեմ։ Երանի ինձ հիմա աքսորեին Հայաստանից։ 1000 անգամ այդ աքսորը լավ էր այսօրվա Հայաստանում ապրելուց։ Ես սա ուզում եմ ամենամեծ դառնությամբ արձանագրել։ Մենք մեր երկրում ապրելուն գերադասում ենք աքսորը։ Եվ սա մեր ձեռքբերումն է 20-ամյա անկախ Հայաստանի ընթացքում։ Եվ ես կարծում եմ, որ իրականում այսօրվա քաղաքական իշխանությունը հենց աքսորում է մեզ։ Եթե հաշվենք 20-րդ դարի բոլոր քաղաքական բռնաճնշումների հետևանքով մեր բնակչության քանակական կորուստը այն չի հասնում, ես չեմ նույնիսկ ասում վերջին 20 տարիների, վերջին 10 տարիների խաղաղության շրջանի մեր երկրի բնակչության կորուստի հետ։ Եվ ես պետք է ասեմ, որ այդ գնացողների մի զգալի մասը ավելի լավ չի ապրում, քան աքսորով Հայաստանից գնացածները։ Եվ ես շատ կուզենամ, որ մենք հիշենք, մենք մեր երկրից աքսորվում են տարբեր մեթոդներով։ Մեր հետևից դեռևս չի գալիս սև բաճկոնով, սև մեքենայով մեկը եւ մեր ընտանիքին չի նստացնում այդ մեքենան, բայց մենք ինքներս փնտրում ենք այդ ճանապարհը մեր երկրից գնալու։ Այսքան տխուր հիշողությունից հետո ես ուզում եմ մի երկու խոսքով անդրադառնամ, ինչ է կատարվել Հայաստանում մեր վերջին հանդիպումներից հետո թեմային։ Հանդիպումներից հետո շարունակվում է Հայաստանում այն խնդիրը, որ լրատվամիջոցները նեգատիվ տեղեկություն տալով հասարակության մեջ դժգոհության ալիքը ավելացնում են։ Ես ուզում եմ ձեզ հետ միասին փորձենք տեսնել, ինչ տեղեկություն պետք է տան լրատվամիջոցները, որ չեն տալիս։ Այսօր մեր օրվա թեման Սյունիքի մարզում տեղի ունեցածն է։ Չանդրադառնամ դրան, բոլորդ գիտեք։ Ամենացավալի բաներից մեկը ինքնին շատ ցավալի։ Ամենացավալի բաներից մեկը Սյունիքի մարզում, Սյունիքի մարզպետի տան մոտ ժամից ավել գործողություններ են ծավալվում։ Ջարդի, սպանության, սպառնալիքի, հաշվեհարդարի ու պետական ոչ մի ինստիտուտի ներկայացուցիչ չկա, ամբողջը քաղաքացիների վրա է։ Ինչպես քաղաքացիների վրա է մեր պետական բոլոր գործառույթները, եթե առհասարակ մեր երկրում պետական գործառույթ իրականացում եւ իրացվում է։ Ինչ է տեղի ունեցել հաջորդը։ Հաջորդը տեղի ունեցել այն, որ կարկուտից տուժած գյուղացիներին հանկարծ հիշել են եւ խնդիրը հասել է նրան, որ մեր ազգային ժողովի նախագահը հանկարծ հիշել եւ բարձրաձայն ասել է, որ մանր, կարճաժամկետ եւ բարձր տոկոսներով վարկերը չի ասել սնանկացնում են, ասել է ընդունելի չի բիզնես զարգացման համար։ Ես կասեի, ինչպես կարողացել է այդպիսի մեղմ եւ հեշտ գնահատական գտնել հանցագործությանը, որովհետեւ մեր բանկերը իրականում աշխարհական վարկերով են տալիս այս կարճաժամկետ բիզնես կոչող վարկեր, որ իրականում բիզնես չեն, իրականում դրանց մի զգալի մասը խոպան գնալու փող է, բիզնեսի անվան տակ բանկերը տալիս են խոպանի փող, մի կողմից խրախուսվում է խոպանը, մյուս կողմից բանկերը ներկայացնում են պետությանը, թե իրանք ինչ հիանալի տնտեսական բիզնես ծրագրեր են ֆինանսավորել եւ մեր թղթի վրա, ինչպես հաճախ թղթի վրա, չէ, թղթի վրա մենք ազգային ժողովում չունենք օլիգարխներ, թղթի վրա մենք չունենք մասնավոր ձեռնարկատիրության, ինչպես ամեն ինչ թղթի վրա, այս դեպքում էլ թղթի վրա մենք զարգացող տնտեսություն ենք, մանր բիզնես ունենք եւ բացի նրանից, որ այսպեսի վարկերով արդեն լրիվ կողոպտվել է մեր բնակչության ունեցած պահուստային ոսկեղենը, իրենց տները, իրենց անասունները գրավի պայմաններով հանձնվել են, սնանկացել են, հիմա արդեն համարյա մարդ չի մնացել գեր սնանկացված եւ լումպենացված այս բնակչությունից հետո հանկարծ հիշվեց, որ այդ վարկերով մենք տնտեսության զարգացում չենք խնդրանում։ Ես ուզում եմ այստեղից պարոն Հովիկ Աբրահամյանի ֆինանսատնտեսական քաղաքականության բանկային համակարգի մեծ սիրահար մեր վարչապետ Տիգրան Սարգսյանի ականջին չշշնջալ, այլ բարձրաձայն ասել պարոնայք արդեն սնանկացվել է, այս մարդիկ այնքան են արդեն լումպենացվել, որ այլևս տեղ չունեն ընդհանրապես ողնաշար ուղղելու, դուք հասել եք ձեր նպատակին, նրանք հասել են իրենց նպատակին։ Ես կարծում եմ, որ սրա ճիշտ եւ ճիշտ գնահատումը եկավ նաեւ երեկվա ազգային ժողովում Զաքարյանի կողմից հնչեցված մեր բյուջեի թալանի
ինքը ներկայացրեց 70 միլիարդ դրամի, ես գիտեմ բոլորս գիտենք, որ անշուշտ շատ ավելին է, բայց խնդիրը նույնիսկ սա չի։ Ազգային ժողովում հանկարծ պարզվեց, որ կան մարդիկ, որ չգիտեն այդ մասին, հանկարծ զայրացան։ Ես կարծում եմ հրապարակում մարդ չկա, որ դրան զայրանա։ Այս հրապարակում մարդ կա, որ դրա դեմ լուծում է փնտրում, բայց չի զարմանում եւ չի զայրանում, որտեղ վաղուց գիտենք եւ ես խնդրում եմ ասեք, ինչ գրեն լրատվամիջոցները, որ մեր բնակչության տրամադրությունները բարձրանա։ Ինչ գրեն, ինչ լավ տեղեկատվություն։ Ես խնդրում եմ այդ տեղից, որևէ տեղից ինձ հիշեցրեք, ինչ լավ բան է եղել վերջին 1 ամսում Հայաստանում, որի մասին պիտի գրենք եւ որը պիտի մեր տրամադրությունները փոխի հանդեպ արկա իրավիճակը։ Կողմը։ Հիշեցրեք։ Խնդրում եմ, ես փնտրել եմ, այստեղ գալուցս առաջել եմ փնտրել, նայել եմ կառավարության որոշումները, չեմ գտնում, սիրելի բարեկամներ, մի տեղեկություն, որ լրատվամիջոցները ինչամետ ուզում լինեն։ Եվ ես ուզում եմ վերջինը, որ այստեղ ասել, շատ չհոգնեցնել ձեզ, ուզում եմ այստեղ ասել, որ գիտեք, երբ որ նախարարը վարչապետը, նախարարը երեք նույն ազգային ժողովում հանգարց կշտամբանքով ասեց, որ ընդդիմությունն էլ է մեղավոր արտագաղթի համար, ես ուզում եմ այս նախադասությունը միասին նայենք, միասին նայենք այս նախադասությունը, մեր վարչապետը ասեց, որ միայն մենք չենք մեղավոր, դուք եք մեղավոր, որովհետև այս հասարակությունը երբ տեսնում է, այլընտրանք չկա, նա հուսահատվում է, այս վարչապետը պարզ, բացարձակ բոլորին հայտարարեց, այս հասարակությունը գիտի, որ մենք իր համար չենք եւ այլընտրանք չտեսնելով մեզ, նրանք ուղղակի երկրից գնում են։ Մենք մերոնց համար ենք աշխատում, մերոնք չեն գնում, այդ ձեր ընդդիմության հասարակության համար մենք չենք աշխատում եւ նրանք գնում են, այլընտրանք չկա։ Ես կարծում եմ սա միակ մեկնաբանությունն այն խոսքերի, որ երեք վարչապետը ասաց։ Ես այստեղ նստած սպասել եմ, եթե որևէ մեկը հիշի, վերջին 1 ամսում մեր երկրում տեղի ունեցած լավ իրադարձություն, ես ներողություն խնդրելով վերադառնամ եւ մենք քննարկենք այդ իրադարձությունը։